Շնորհակալ ենք մեր երկու քույրերին, որ իրենց երկով նվակով մեր պաշտամունքը կջոխացնեն եւ Աստծո փառք տան։ Հրճագավոր Հարության գլուխեն պիտի գարտանք այսօր առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ, որ Պողոս Արաքյալ երկար հատված մը գրե, երկար գլուխ մը գրե Հարության նյութին շուրջ ուղղված դեպի Կորինթացիներուն եկեղեցին։ Մի քանի համարներ պիտի գարտանք, առաջին համարեն Եղբայրներ, ցեզի իմացնեմ այն ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի եւ որը ընդունեցիք ու անոր վրա հաստատված եք։ Որով կփրկվի գալ, եթե ամուր բռնեք այն խոսքը, որ ես ցեզի քարոզեցի։ Այնպես որ բարապ դեղը հավատացած չլակ։ Վասնզի ամենան առաջ ես ցեզի ավանդեցի զանիգա, որ ես ալընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերուն համար մերավ, քրքերուն սածին համեմատ, եւ թաղվեցավ ու հարություն արավ երրորդ օրը, քրքերուն սածին համեմատ։ Եվ երևցավ Գեպասին ու ետքը 12-ին։ Ետքը 500-ը ավելի եղբայրներու մեկտեղ երևցավ, որոնց շատերը միջև հիմա գաբրին եւ ոմանք նչեցին։ Ետքը երևցավ Հակոբոսին, ետքը բոլոր առաքյալներուն, ամենեն ետքը որպես թե բիժածիմը ինձիալ երևցավ։ 12-րդ համարեն շարունակենք։ Ուրեմն եթե Քրիստոսը քարոզվի, որ մերելներեն հարություն արած է, ինչպես ցեզմե մեկ քանիները գսեն թե մերելներու հարություն չկա։ Եթե մերելներու հարություն չկա, ուրեմն Քրիստոս հարություն արած չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ, ուրեմն մեր քարոզությունը բարավ է ու ցեր հավատնալ բարավ է։ Ու մենք Աստծո սուտ վգաները գլանք, որովհետև Աստծո համար վկայություն տվինք, թե ինք մերելներեն հարուցանեց Քրիստոսը։ Եթե մերելներ հարություն չեն առներ, ուրեմն զանիգա չէ հարուցած։ Պատմության հենագետը Քրիստոսի հարությունն է։ Պատմության հենագետը Քրիստոսի հարությունն է։ Պողոս Արաքյալ այս գլուխի մեջը, մի քանի համարներու մեջը մեզի կբացատրե շատ բարձ երբով, որ ինչ է ավետարանը, որ առաջին համարին վրա գսե անոր վրա հաստատված եք։ Ամեն քրիստոնյա, ամեն հավատացյալ ավետարանին վրա հաստատված է։ Եվ սակայն ինչ է այս ավետարանը։ Շատ անգամ շատ աստվածաբանական բացատրություններ կդրվի, շատ անգամ կհասկանանք այդ բացատրությունները, ուրիշ անգամներ չենք հասկանար, դերևս դարբեր գարձիկներ կան, գվիջինք, գառնենք, կուտանք, բայց Պողոս Արաքյալ մի քանի դողերու մեջ, մի քանի բառերու մեջ այսպես կսե, երրորդ համարին եւ չորրորդ համարին մեջ, եւ այս է բոլոր ավետարանը շատ բարձ գերբով։ Թե Քրիստոս մեր մեղքերուն համար մերավ եւ թաղվեցավ ու հարություն արավ երրորդ օրը։ Այս է ավետարանը։ Բոլոր ավետարանը Քրիստոս մեր մեղքերուն համար մերավ, թաղվեցավ եւ հարություն արավ երրորդ օրը։ Հարությունը ամեն ինչի կետրոնն է։ Հավելված բամը չէ հարությունը, երկրորդական, երրորդական, քրիստոնեական ուսուցմունքի հավատքի մեջը, հավա անիգա գորիզն է, հավա անիգա հենագետն է, որում վրա ամեն հավատանք, ամեն ճշմարտություն կգանքնի։ Առանց հարության քրիստոնեությունը կփլուզվի, փուլ գուկա, եւ գլաբարզ սկացողական սկզբունքներու, փարոյական սկզբունքներու թրությունը, սակայն հարությամբ հավատքը գլա ճշմարիտ, կենթանի, զորեղ եւ դինամիկ։ Ինչպես Արաքյալը գսե, այս հավարներու մեջը ցեզմե քանիները գսե չեն հավատար հարության։ Շիրագ է, Պողոս Արաքյալի ժամանակ, Հիսուսի ժամանակ շատ խմբավորումներ կային, որոնք հարության չէին հավատար։ Այդ խումբերը մեկը Հիսուսի ժամանակ սատուկեցիներն էին եւ շատ անգամ Հիսուսի թեմ գելային այս նյութին շուրջ։ Ասոնք կպատկանեին ցևոմը հարուստ
վերնախավին, ընկերության վերնախավին եւ շատ անգամ դաջարին գրեթե առաջնորդները գլային եւ դաջարին գծարային։ Սակայն գահավադային միմիան հնկամադյանին, Մովսեսի հնկամադյանին, ու շատ անգամ հստակ կերպով հարության նյութի մասին գրված չէր եւ անոր համար Հիսուսի թեմ գելային, ասելով թե հարություն չի գա, մերելներու հարություն գոյություն չունի եւ թե կյանքեն յետք հավիտենական կյանք մահվնե յետք հավիտենական կյանք գոյություն չունի։ Այս փիլիսոփայությունը մերած չէ։ Այսօր ալ մարդիկ խումբեր դժբախտաբար քրիստոնյաներ, մարդիկ որոնք քրիստոնեությունը կուսուցանեն, այս ճշմարտության շատ անգամ չեն հավատար։ Եհովայի վկաներ, ազատական քրիստոնյաներ, անաստվածներ, որոնք Աստուծո չեն հավատար, որ հարության հավատան։ Եվ ուրիշ կրոնքներ, բուդդիզմի պես, հինդուիզմի պես, որում միլիարդներ կհետևին այսօր, չեն հավատար, որ մահվնե յետք կյանք կա, հարություն կա, հավիտենական կյանք կա։ Պատկերացուցեք անիվը առանց առանցքի, առանց այդ մեջտեղի գորիզին, որում վրա ամեն ուժը, զորությունը գհենի, հարությունը այդ կետն է, առանց այդ առանցքի մեր բոլորին հավատքը, ինչպես Արաքյալը գսե, Կորինթացի եկեղեցին, որ ծեր հավատքը բարապ է եւ մեր քարոզությունը, աշխատանքը, չանքը, չարչարանքները բարապ են։ Սակայն գիտենք, որ ճշմարտությունը այնպես չէ, գիտենք, որ Քրիստոս հարություն արավ եւ Քրիստոսի հարությունը այսպես սկացական երևակայական վիճակը չէ, հավա ճշմարտությունն է։ Քրիստոսի հարությունը Աստուծո հաղթանակի հայտարարությունն է։ Պատմականորեն առնելով, բարձ եթե այդ օրվա իրականությունը, որ Աստծո խոսքի մեջ կգարտանք, եթե գարտանք, բարապ գերեզմանը Հիսուս երևցավ Մարիամ Մագդաղենացի ագանադեսներու, վկաներու, աշակերտներուն, վկաներուն, 500 ավելի վկաներուն, Բողոսին, Հակոբոսին եւ այլն։ Եթե հարությունը պատմական իրականություն չլար, շատ թյուրությամբ հարության չի հավատացողները, Քրիստոսի թշնամիները գրնային մարմինը մեջտեղ բերել եւ ասել իր արաքյալներուն, աշակերտներուն, ահա մարմինը, մերած մարդուն համար ինչու կդակնաբիկ եւ գսեք թե հարություն արած է, բայց այդպես չեղավ։ Չի գրցան գտնել իր մարմինը, որովհետեւ հարություն արած էր։ Իր հետևորդները, վախկոտ, դգար, ամեն մեկը զինք թողուցին եւ կացին, մեկը զինքը մատնեց, միսը հերույեն հետևեցավ եւ բոլորն ալ իրենց ջամփան կացին, երբ իրենց դերը իրենց պետքություն ուներ խաչելության ժամանակ։ Այս վախկոտները դարձան հերոսներ, հրճագեցին Աստծո խոսքը եւ դարին զայն աշխարի բոլոր անգյունները։ Չեմ կարծել, որ մեկը ոչ մեկ անց մերած անցի համար իր կյանքը պատրաստ է տնելու։ Դերևս սես իրեն $100 մդուր գուդա, դերևս սես նվեր մդուր գուդա, դերևս սես նվոր ինքնաշարժ գուդա, բայց իր կյանքը մեզ մեվոյ է մեկը, ինձ մեզ կսյալ մերած անցի համար մեր կյանքը չենք տար, բայց արաքյալները իրենց կյանքերը դվին, որովհետև գիտեին, որ Քրիստոս հարություն արած էր եւ այդ ճշմարտությունը պետք է դանեին աշխարհի բոլոր երկիրները ասկերուն։ Երկիրներ հաղթության օր կդոնեն։ Շատ մի երկիրներ օրեր ունին, որ իրենց համար գրեթե, ինչպես ասեմ, սուրբ է։ Եվ այդ հաղթությունը իրենց համար ասկին համար կարևոր օրմն է։ Օրինակի համար շատ օրինակներ կան, բայց մեկ օրինակ դամ մայիս 8-ը Եվրոպայի համար, Միացյալ Նահանգներու համար, Կանադայի համար հաղթության օր է, որովհետև այդ օրը 1945-ին Գերմանիո վրա հաղթություն դարիներ պատերազմել է ետք։ Եվ գհիշեն, ամեն դարի գհիշեն, եւ գհիշարագեն եւ հերոսները կբարգեւատրեն։ Հարությունը ճիշտ այդ օրն է։
Աստուծո հաղթության օրը։ Ոչ թե ինչպես քարնան փնությունը գվերանորոգվի եւ այլապանորեն լավ կսկանք, ուրախ կսկանք երկար ծմերը բաղի հետ եւ այդ սկացումի բարձ արդահայտությունը չէ հարությունը հաբա անիգա պատմական եւ մարմնական իրողությունն է որ Աստված ներխուժեց պատմության մեջ եւ մահվան վրա հաղթություն դարավ նաեւ հարությունը դիեզերական հետևանք ունի երբ հետախույզը եւ շատ աշխարհ շատ հետախույզներ ունեցած են նոր երկիրը նոր քաղաքը նոր ցամաքամասը գտնե իր դրոշ անոր վրա ասելու որ ասիգա իմ դիրաբեդության ստագն է իմ իշխանությունս է իմս է ինձի կպատկանի քանի որ ինքը եղավ առաջին անձը այդ դարածքին վրա քալելու եւ գտնելու եւ իրեն անելու հարության ժամանակ Աստված ճիշտ այսպես ըրավ իր դրոշը կանգնեց այս աբստամբ մեղավոր աշխարհին վրա եւ ասավ ասիգա իմս է սատանային գլուխը ճախճախելով մահվան գլուխը ճախճախելով հարությունը նոր ստեղծագործության սկիզբն է Քրիստոսի հարուցյալ մարմնով նոր երկինքը ու նոր երկիրը մեր առջև բացվեցան անշուշտ հավատացողներուն առջև Բոսարակյալ գկրե ինչպես կարտացինք Քրիստոս 15-րդ գլխուն առաջին Կորինթացիս 15-րդ գլխուն 20-րդ համարի մեջ Քրիստոս անշուշտ մեր են հարուցանած է վստահ է Բոսարակյալ որ Քրիստոս հարություն արած է առաջին մդուղը ննչեցյալներուն Եվ անորամար է, որ գճարչարվի իր գյանքը, իր ուսուցումը, իր նեղությունները, իր դժվարությունները գգրե։ Հարությունը մեզ մեկը բան չէ, հավատարմություն։ Եթե Քրիստոսի հարության հավատանք, ուրեմն անիգա մեր թագավորն է, մեր առաջնորդն է, մեր փրկիչն է, մեր դերն է։ Ոչ թե միայն մեր սրտերուն վրա, այլ մեր կյանքի ամեն մարզերուն վրա։ Առաջին գեդի մեջեսինք հարությունը ամեն բանի գետրոնն է երկրորդ գեդի մեջեսինք հարությունը Աստծո հաղթանակի հայտարարության օրն է երրորդ հարությունը գվերուղե մեր կյանքերը մեզի նոր ուղղություն կուտա նոր ջամփա կուտա մեզի նոր ինքնություն կուտա նոր նպատակ կուտա երևակայեցեք որ ծովու մեջ Մութ քիշերմը անցմը գլողա չգիտեր ուր պիտի երթա իր նավը ընկած հազիվ իր կյանքին համար աճ ցախ գնայի հույսին ու շունը կփնտրե որովհետեւ դեպի այդ հույսին կամ այդ լույսին գոմը բազե կամ լողա եւ հանգարց հերույն գրեսնե փարոսմը որ գվարի կմարի եւ իրեն ուղություն գուտա Եվ գսկսի թեպի այդ լույսը եւ գկիտնա իր թիրքը հաշիվ գնե մոդավորապես դերևս քարոտ ժամ կես ժամ լողալի հետ պիտի հասնի փրկության եւ այդ ուղությամբ այդ նպատակագետը ունենալով թեպի փարոսը թեպի լույսը գլողա որբեսի փրկվի եւ իր կյանքը ազատե նույն բերումով հարությունը գվերորոշե եւ մեզի մեր կյանքերուն ուղղություն կուտա թե մենք մեր կյանքերը ինչ ուղղությամբ պետք է ապրենք մեր նպատակը ինչ պետք է լա եւ այդ ուղղությամբ պետք է ապրենք Քրիստոսի հարության մեջ մենք կգտնենք նոր ինքնություն կգտնենք նոր անձնավորություն եւ այլևս ոչ մեղքի գերիներ ստրուկներ այլ Աստծո որդիներ եւ զավակներ այլևս ոչ մերնող աշխարհի քաղաքացիներ այլ հավիտենական կյանքի ժառանգորդներ Գողոսացիս 3:1-ի մեջ արաքյալ այսպես կսե Արդ եթե Քրիստոսի հետ հարություն արիք ուրեմն վերի բաները փնտրեցեք ուր Քրիստոս կնստի Աստուծո աջ կողմը Քու կյանքդ եւ իմ կյանքս պատահականություն մչեն փախտ մչեն
որ ինչպես այսօր դժբախտաբար մարդոց մեծամասնությունը կհավատա, գսեն գծնինք, կմեռնինք, կաբրինք եւ ատկեվեջ մահ եւ ոչնչացում։ Այդպես չէ իրականությունը, որ Աստծո խոսքը մեզի գծորվեցնե։ Բադահականությամբ չէ, որ մենք հոսքը գտնվենք, բադահականությամբ չէ, որ մեզ ամեն մեկ հոսքը գտնվի։ Ուրիշ երկրի մեջ չենք գտնվի, ուրիշ վայրի մեջ չենք գտնվի, ասիկա Աստծո ծրագիրն է։ Հարությունը ունի դիեզերական, հավիտենական նշանակություն, իմաստություն եւ իմաստ։ Երբ հարուցյալ կյանքը ապրենք, ամեն գործունեություն, որ գնենք, ամեն ծառայություն, որ գնենք մենք սիրով, հնազանդությամբ, ադիգա հավիտենականության մեջ իր արժեքը եւ իմաստը կունենա։ Շատ անգամ կխոսենք հարուցյալ կյանքի մասին եւ շատեր դժբախտաբար կխորին, որ եթե այդ կյանքը ապրենք, այդ իդեալ կյանքը դերևս մենք նեղությունները, չարչարանքները, դարաբանքները, ցավերը վեր գելենք։ Ինչ որ շատ մգրոններ այդպես կհավատան։ Գսեմ մի նայեք ադոնց այդ իրականություններուն, դժբախտ իրականություններուն, հապ ադորմե եթե վեր ելեք եւ տեխնիկներ մեզի կսորվեցնեն, այն ադեն չարչարանքը նեղությունը հաղթահարած կլակ։ Գիտենք, որ մարգարիտներ շատ թանկագին քարեր են, գեղեցիկ են, ունենալը կեշպամը չէ։ Սակայն գիտենք, որ նաև ադոնք իսկական մարգարիտներ ինչպես կշինվին, երբ ոստրեմը իր մեջ կմտնե բզդիկ ավազի հադիկմը, կամ կմտնե մանրեմը, որ դերես մենք աչքով չենք տեսներ, սակայն ոստրենք իրե, այդ իր գարձը բադյանեն ներս կմտնե և իր գագող մարմնին նեղություն գուտա, դժվարություն գուտա, ցավ կպատճառե, և որպեսզի անոր հաղթահարե, ոստրեն հյութմը ասված թրած է, գարդացե, որ այդ մանրեին, այդ ցերևս միկրոբին, այդ ավազի հադիգին շուրջ կամած կհյուսե։ Եվ ժամանակ կառնե, ամեն անգամ, որ մեկ երեսն է, դարձյալ երկրորդին անցնի, դարձյալ երրորդին, մինչև այդ վարգյան, որ իրեն այլևս դժվարություն չի տա, նեղություն չի տա։ Այս գործողությունը մոտավորապես գիտնականներ մեզի գսեն 2-4 տարի կդեվի։ Այդ մեկ փոքր մանրեն անոր վրա հաղթահարելու համար։ Սիրելիներ, հարությունը չխոստանար հավատացյալին, որ դարաբանք է, դժվարություն է, նեղություն է, զուրկ պիտի ելլա։ Սակայն անգը խոստանա, որ դարաբանքը, դժվարությունը, նեղությունը, հիվանդությունը վերջին խոսքը պիտի չունենան մեր վրա։ Հռոմայեցիս 8:18-ի մեջը առաքյալը, Պողոս առաքյալ, որ գիտենք որքան նեղություններ, չարչարանքներ, դարաբանքներ, հիվանդություն, ինքը որ հիվանդներ կբժշկեր, սակայն ինքը հիվանդ էր եւ Աստուծո շնորհքը իրեն հերիք էր 8:18-ի մեջը գսե, բացնզի ես այսպես կնկատեմ, թե այս ժամանակին չարչարանքները բամը չեն քալու պարկինկով, որ մեզի պիտի հայտնվի։ Պողոս առաքյալ այս մեկնագետեն իր չարչարանքները նկատի գարներ, կփախտադեր զայն քալու պարկինկով, եւ ինք դերևս միակ անձ եղավ, որ միջև երրորդ երկինք բարձրացավ եւ տեսավ քալու պարկը, անոր ջոխությունը, անոր լեցունությունը, անոր անհասկանալի, անբացատրելի, բարեր չկդավ բացատրելու այդ ջոխությունը եւ հոսքսե ուրեմն այդ չարչարանքները, որ ես կգրեմ, այդ քալու պարկինկով ոչինչ են։ Երբ փորձություններու, նեղություններու, հիվանդություններու կհանդիպինք, մենք ալ Պողոս առաքյալին պես չենք տխրիր, ինչպես աշխարհ կդխրի, կհուսահատի, հապա իբրև հավատացյալ կդխրինք հույսով, գիտնալով, որ խաչելությունն հետ հարություն կա, գիտնալով, որ մեր նեղությունները շատ չանցած հաղթության պիտի փոխվին, գիտնալով, որ մեր հիվանդությունները կյանքի պիտի փոխվին, մեր մահը, մահվան մարմինը պիտի փոխվի հարուցյալ մարմնի, ինչպես որ Աստծո խոսքը մեզի կուսուցանե։
Հարությունը ամեն ինչի կենտրոնն է, երկրորդ հարությունը Աստծո հաղթանակի հայտարարությունն է, երրորդ հարությունը գվերուղե մեր կյանքը, չորրորդ հարությունը մեզ առաքելության կուղարկե։ Հարությունը մեզ առաքելության կուղարկե։ Հարուցյալ մարդիկ հարուցյալ մարդիկ միմյան, հագամ հարության հավատացող մարդիկ կրնա միան առաքյալներ լալ։ Երբ թագավորը մեծ հաղթանակ տաներ հին ժամանակ, դագամին իր փանակը բادرազմի տաշտեն չի կաշված, գիրեք որ թյուրին չէ փանակը շարժել եւ մեկ քաղաքը մյուսը քաղաքը դանել, սուրհանտակներ գղրգեր, զինվորներ գղրգեր, որոնք մասնավոր մարզված էին արակ ծիերու վրա, դանելու այդ բարի լուրը իր քաղաքին, իր երկրին, բոլոր մասերուն, որ թագավորը հաղթություն դարավ եւ իր թշնամին բարդվեցավ։ Ճիշտ այսպես է հարության օրը, հարության օրվն է յետք Տեր Հիսուս Քրիստոս մեծ բադվիրանը գրծավ դալ իր աշակերտներուն։ Հատկի առաջ չի դվավ Մատթեոս 28:16-ի մեջ կգարտանք, իսկ 11 աշակերտները կացին Գալիլեա այն լերը, ուր Հիսուս իրենց որոշեր էր։ Երբ զանիգա տեսան, երկրպագությունը դին անոր, բայց ոմանք տարագուսեցան։ Հիսուս մոտենալով խոսեցավ անոնց ու ուսավ. ամեն իշխանություն ինձի դրվեցավ երկինքի ու երկրի մեջ։ Ուրեմն կացեք, բոլոր ասկերը աշակերտեցեք, մգրտեցեք զանոնք հանուն հոր եւ որդվո եւ հոգուն սրբո։ Սորվեցուցեք անոնց, որ այն բոլոր բաները բահեն, ինչ որ ես ցեզի պատվիրեցի։ Ահա ամեն օր ես ցեզի հետ եմ, մինչև աշխարհիս վերջը։ Մեծ պատվիրանքը այս համարներու մեջը երթալու, ասկերը աշակերտելու, մգրտելու, զանոնք սորվեցնելու, ավետարանը փաշխելու, Տեր Հիսուս միմիայն երբ հարություն արավ, իր աշակերտներուն պատվիրեց, որբեսի գիտնան, որբեսի հավատան, որբեսի չի դանին Քրիստոսը իբրև մեծ մարգարե, իբրև մեկը որ բարիկներ ըրավ, հրաշքներ ըրավ, հապա իբրև անցմը, ասվածմը, որ հարություն արավ եւ հավիտյանս հավիտենից մահվան վրա դարավ իր հաղթությունը։ Եթե ոչ չեմ կարծել, որ առաքյալները այդ կանալ թյուրին իրենց դեղերեն շարժեին եւ երթային այս բարի լուրը մինչև Հնդկաստան, մինչև Հայաստան, մինչև Եվրոպայի խորերը եւ ամբողջ աշխարհը տակնու վրա էին։ Հարությունը հաղթանակի օր է։ Ինչպես հոսքարտացինք, Տեր Հիսուս Քրիստոս կսե եւ ճշմարտությունը այն է, որ բոլոր իշխանությունը երկինքի մեջ եւ երկրի վրա իրեն դրվեցավ։ Եվ մենք իբրև հավատացյալներ այդ իշխանություն ունեցող անձին արչև այսօր գերգրբակենք եւ այդ իշխանություն ունեցող անձին մասին կխոսենք, կվկայենք բոլոր ասկերուն, բոլոր բարեկամներուն, բոլոր պետք ունեցողներուն, բոլոր մեղավոր մարդոց զանիգա կդանենք։ Վերջապես աշխարհը գսե թե մահը ամեն բանի վերջավորությունն է։ Եվ չի խորիկ, որ ասիգա փիլիսոփաներ, մեծ գիտնականներ, մեծ այսպես խորհողներ, շատ անգամ ամենաբարձ մեր բարեկամները, անձերը, որ մեզի հետ կաշխատին, կխորին կամ կխոսակցին, բարձրապես կարտահայտվին, գսեն մեզի մահվան է հետ փաստ մչունինք, որ կյանք կա։ Հարությունը գսե թե մահը բարձրապես սկիզբն է։ Աշխարհը թողսե, որ մահը վերջն է, սակայն հարությունը, Քրիստոսի հարությունը մեզի կսորվեցնե, որ մահը բարձրապես սկիզբն է։ Աշխարհը գսե թե պատմությունը բադահական օղակմն է։ Օղակմն է, որ պատմություններ, թրվակներ, այսօր կտեսնեք աշխարհի վրա, լուր մգարնենք, երկու վերջը ուրիշ լուրը, երեք վայրկյան վերջը ուրիշ լուրը եւ մյուսը կմոռնանք, ուրեմն այսպես կշարունակվի գսեն եւ այս շղթան կրնա հավիտյան դեվել կամ կրնա մարդկությունը ինքզինքը փճացնել եւ վերջացնել։ Սակայն հարությունը գսե թե պատմությունն է, որ Աստված կդնորինե եւ մենք գիտենք անոր ավարտը։
Մարդիկ չեն գիրեր անոր ավարդը, բայց մենք գիրենք անոր ավարդը։ Ուսանողը անկամը մեծ նշանավոր աստվածապանիմը հարց ուծսավ, բարոն աստվածապան, Աստուծո խորհուրդներեն, որ տուն ասքան դարի է, գսերդես, գիրքեր, տասախոսություններ, եւ այլն, ինչ է ամենամեծ խորհուրդը, ինչ է ամենամեծ իրականությունը, ճշմարտությունը։ Անիգա պատասխանեց Գիրակնորիայի մեր դբրոցի մեծ սորված երկերը մեկը, որ գսե Հիսուս կսիրեզիս, այս գիտեմ, որովհետև Աստվածան շուրջը այսպես կսե։ Դեր Հիսուս իս կսիրե, քանզի իմ սուրբիկս այս կսե։ Հարությունը Աստուծո քերակույն գսիրեմ քեզն է, որ ամբողջ աշխարհի եւ պատմության վրա գրված է։ Եթե այսօր հոգնած ես Քրիստոս հարյավի մերելոց ընդունել անոր զորությունը եւ քո հոգնությանդ վրա հաղթություն պիտի տանես։ Եթե այսօր սիրտ կոդրած է Քրիստոս հարյավի մերելոց ընդունե անոր բժշկությունը եւ Քրիստոս քեզ պիտի բժշկե։ Եթե գործված ես եւ մեղքերուդ մեջ թաղված ես Քրիստոս հարյավի մերելոց ընդունե անոր դված կյանքը, խաչին վրա տապած արյունը եւ հավիտենական կյանքը, որ հարության միջոցով մեզի կփոխանցե։ Հովաննու 14-19-ի մեջը Արաքյալը այսպես կսե. Քիչ մադենեն ալ աշխարհ զիս պիտի չի տեսնե։ Անշուշտ Հիսուսի խոսքերն են այսոնք, բայց դուք պիտի տեսնեք զիս, վասնզի կենթանի եմ եւ դուք կենթանի պիտի ելլաք։ Այսօր եկեք այս հավատքով այս հարության օրը դոնենք, ուրախանանք, գիտնալով, որ մեր Տերը կենթանի է եւ շատ չանցած մենք ալ իրեն պես կենթանի պիտի ելլանք, այն իմաստով, որ մահվան վրա հաղթություն պիտի տանենք, ինչպես ինք դարավ հաղթություն եւ մեզի տվավ հավիտենական կյանքը։ Եթե այսօր այս կենթանի Տերը քու բերգիչը դրած չես, դերևս ավելի լավ օր, ավելի լավ ժամանակ չի գա, քան այս օրը, որ քու կյանքը անոր հանցնես, մեղքերը խոստովանես եւ ասես դեր այս հարուցյալ կյանքը գուզեմ ունենալ, գուզեմ հավիտենական կյանք ունենալ եւ գուզեմ քու կյանքիդ քու պապակներուդ պես նման ապրիլ։ Ասիգա արիտ է եւ անոնք որ գուզեն այս քայլը առնել, մենք եղբայրներ քույրեր պատրաստ են ցեզի օգնելու եւ ցեզի առաջնորդելու ըստ այրն։ Եվ այսպեսով ցեզի գսեմ Քրիստոս հարյավի մերելոց։